Սա պարզապես ռուլետ չէ, այլ իսկական գլուխգործոց։ Ողջույն, արի միասին պատրաստենք շատ համեղ և շքեղ ռուլետ, որը կխենթացնի ձեր հյուրերին։ Տեսանյութը ուղարկիր այն ընկերոջդ, որը դիետա է պահում։ Իսկ եթե սկսնակ ես, սկսիր ինձ հետ միասին պատրաստել։ Բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի բաց չթողնես ոչ մի համեղ տեսանյութ։ Առաջին հերթին հարիչի ամանի մեջ լցնում ենք 4 ձուն և 150 գրամ շաքարավազը։ Այս ամենը լավ հարում ենք։ Հարում ենք այնքան, մինչև զանգվածը լավ սպիտակի և փրփրի։ Հինգ րոպե հարելուց հետո, ինչպես տեսնում եք, զանգվածը սպիտակեց։ Այժմ 4 ճաշի գթալ մածունի վրա ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդա։ Այս ամենը լավ խառնում ենք և ավելացնում ենք զանգվածին։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք 4 ճաշի գթալ արևածաղկի ձետ, կարող եք կարագ ավելացնել, և 1 թեյ գթալ վանիլային շաքար։ Այս ամենը կրկին հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք արդեն ալյուրը, 5-ից 6 ճաշի գթալ։ Խմորը արդեն պատրաստ է։ Մի փոքր հարիչով հարելուց հետո, երբ տեսնում ենք, որ արդեն ալյուրի գնդիկներ չկան, նշանակում է խմորը պատրաստ է, ստանում ենք թույլ ջրիկ խմոր։ Վերցնում ենք ջեռոցի տապակը, յուղաթուղթ ենք փռում, ինձ մոտ տապակի չափը 30-40-ի վրա է, և արդեն լցնում ենք խմորը։ Հարթեցնում ենք, ուղարկում ենք նախորդ տաքացրած ջեռոցը, թխելու եմ 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Մինչ կթխվի բիսկվիտը, պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ հարկավոր է 200 գրամ փափկեցրած կարագ, ավելացնում ենք 1 թեյ գթալ վանիլային շաքար, կարագը լավ հարում ենք, այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք 150-ից 200 գրամ խտացրած կաթ, համին նայեք, ինչքան որ սիրում եք։ Կրեմը արդեն պատրաստ է, արտակարգ կրեմ ենք ստացել թանկագիններս։ Մի լավ խառնում ենք և դնում ենք մի կողմ։ Եթե տանը շոգ է, կարող եք դնել սառնարան, մինչև բիսկվիտը սառի։ Վերջ։ Բիսկվիտը ևս պատրաստ է, տեսեք, թե որքան արտակարգ բիսկվիտ ենք ստացել։ Բիսկվիտը հանում ենք ջեռոցից և տաք վիճակում փաթաթում ենք։ Փաթաթելուց հետո հենց այսպես խոհանոցային սեղանի վրա թողնում ենք կես ժամ, որպեսզի բիսկվիտը սառի և ընդունի իր տեսքը։ Արդեն բիսկվիտը սառեց, հավաքենք ռուլետը, ինչ է հարկավոր մեզ։ Մեզ հարկավոր է հատընտիր ելակներ,
ռուլետ եւ իհարկե կրեմ։ Կրեմը կբաժանենք երկու մասի։ Մի փոքր կլցնենք հրուշակեղենի համար նախատեսվող տոպրակի մեջ, որպեսզի վերջնական զարդարենք։ Մնացածը վերջնական կքսենք ռուլետի մեջ։ Սկսենք մշակել ելակները եւ հավաքենք ռուլետը։ Կրեմը քսելուց հետո ամբողջական ելակները հերթականությամբ այսպես շարում ենք։ Ելակները շարելուց հետո զգուշությամբ արդեն փաթաթում ենք։ Ռուլետը փաթաթելուց հետո բերում ենք վերջնական տեսքի, վրան կրեմով գեղեցիկ ծաղիկներ ենք անում, ձևավորեք ինչպես որ սիրում եք, ինչպես որ նախընտրում եք թանկագիններս։ Ահա մեր գեղեցկուհու վերջնական տեսքը։ Հոյակապ է ստացվել, այժմ կուղարկենք 1 ժամով սառնարան, որպեսզի կրեմը լավ սառի, կկտրենք եւ կվայելենք։ Դե ինչ, արդեն ժամանակն է կտրելու այս համեղությունը, տեսեք թե որքան լավ է ստացվել, անգամ չես ցանկանում որ կտրես, բայց պետք է տեսնենք վերջնական տեսքը ու վայելենք։ Գնահատեք մեր համեղության վերջնական տեսքը։ Ասեք, որ հոյակապ է ստացվել։ Հուսով եմ ձեզ դուր եկավ բաղադրատոմսը թանկագիններս, դուք էլ պատրաստեք եւ վայելեք, նման համեղությունից ոչ ոք չի հրաժարվի։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։